Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօր չորեքշաբթի է եւ ավանդույթի համաձայն այդ օրը վերելք հաղորդաշարը թեման նվիրում է խոհափիլիսոփայությանը, ինքնաճանաչողությանը։ Այսօր ես հրավիրել եմ Էդուարդ Մանվելյանին, ով հաճախ է հյուրընկալում մեզ մոտ, ողջունում եմ ձեզ պարոն Մանվելյան։ Առիթը եղել է իր վերջին երկու գրքերը, որ վերահրատարակում է։ Առաջին երկու գրքերը։ Առաջին երկու Մայրամուտի եւ Լուսաբացի միջև հայի ֆենոմեն եւ կորսված ժառանգություն։ Եվ վերնագիրը այս թողարկման դրել ենք այսպես. Մայրամուտի եւ Լուսաբացի միջև հայի ֆենոմեն։ Նախ ինչու Մայրամուտի եւ Լուսաբացի միջև։ Ես մի պատմավեպ եմ գրել Պապ Թագավորի, կոչվում էր Պապ Թագավոր կամ Մայրամուտից առաջ։ Այդ Մայրամուտ բառը ես էլ եմ օգտագործել։ Հիմա ինչ եք ուզում ակնարկել սրանով։ Եվ հետո կասենք հայի ֆենոմենը որն է։ Իրականում կապված են իրար հետ, միասին պիտի բացեմ, ուզում թե չուզեմ, միասին պիտի բացեմ, նախ վերնագիրն ընտրելուց շատ զգուշ եղանք, արդեն 2 տարի և ավել, արդեն 2.5 տարի ասում ես եղանք թիմի աշխարհ, ես նկատի ունեմ ինձ և խմբագրին, մենք երկուսով ենք այսպես համահեղինակներ կարելի ասել, որովհետև Արուծի բաժին աշխատանքների խմբագրի ուսերին է ծանրանում, շատ դժվար է, եւ նկատի ունեմ մեր հավատարիմ Մեկենասին, ում մենք միշտ այսպես մեր թեմից դուրս չենք նայում երեքով, այսպես։ Գաղտնի է այդ Մեկենասի անունը։ Ինքը չի սիրում այդ անունը, ամենայն դեպս, բայց ընթերցողը գիտի, մենք բազմիցս ասել ենք, բացի գրքերի այսպես լույս ընծայումը, նաեւ 3 առնվազն վերահրատարակումները, սա արդեն 4-րդն է, եթե չեմ սխալվում, ես արդեն թիվը կորցրել եմ, կարծեմ 4-րդը թե 5-րդը։ Այս առաջին 2 գրքերի վերահրատարակումը առաջինը նկատի ունեմ։ Վերնագիրն ընտրելուց շատ զգուշ էինք ու հենց սկզբում արդեն մտերիմների շրջանում այսպես վիճաբանություն առաջացավ ֆենոմեն բառի հետ կապված։ Ասացին Մանվելյան զգուշ եղի, որովհետև այդ ֆենոմենը մի քիչ խանդավառության հետ այսպես ասոցացնելու դեպքում, պաթոս այսպես ասած, վտանգավոր մի բան կստացվի, այս մարդիկ կմտածում ենք ֆենոմենալ ազգ ենք։ Ասեցի, տեսեք ժողովուրդ, եթե դուք բացեք գրքերը եւ կարդաք, ասենք, այն ֆորմատը, որ մեր հեղինակներից մի երկուսը արել են, փորձել են անել կամ արել են, կարևոր չի, չեմ ուզում անուններ տալ, մեծանուն հայերի մասին հավաքել են մարդիկ, բայց այսպես հանրագիտարանային ինչ-որ բան են հավաքել, անուն ազգանուններ, այս մարդն էս ինչ գործն արել, սա էս գործն արել։ Մենք որոշեցինք նախաբանը սկսվել հեղինակի խոսքով, ինչի համար, որովհետև ես այդ վերնագրի համար պատասխան պիտի տամ։ Այսինքն ես պիտի ուղղորդեմ այդ վերնագիրն ինչի հետ է կապված եւ գերնպատակը եղել է մաքսիմում հեռու պահել ժողովրդին այդ խանդավառությունից։ Այդ պաթոս կոչվածը Արծրուն ջան, տեսեք, ինքը վատ բան չի։ Մեր իրավիճակում, պատերազմական իրավիճակում վերջապես սովետական միությունը ռոպագանդայի հաշվին կարողացավ տեսեք ինչերի հասնել, նույն Գեբելսը։ Ասենք երրորդ ռեխ առանձնանքի ոչ մի բան չուներ, այդպես կարելի ասել սեփական նույնիսկ, բայց ռոպագանդայի հաշվին հզոր ռոպագանդա էր աշխատում։ Նույնպես սառը պատերազմը ԱՄՆ խորհրդային միություն, հիմնականում այս ամեն ինչը ռոպագանդայի հաշվին էր գնում, փորձում էին այդ պաթոսը ճիշտ աստիճանով պահել, սովետը եւ նա։ Հիմա ասացի ժողովուրդ, եթե դուք կարդաք գրքերը, եթե դուք լսեք իմ մեկնաբանությունը, եթե դուք կարդաք հեղինակի խոսքը, նախաբանը եւ վերջաբանը, դուք կհասկանաք, որ մենք իրոք ֆենոմենալ ազգ ենք։ Բայց այդ ֆենոմենալ արդեն պիտի բացել, ֆենոմենալ ինչ կարգ, այսինքն մենք այնքան ֆենոմենալ ենք, որ եթե հայ ժողովուրդը չապրեր երկրագնդի երեսին, երկրագունդը ոչ կծնվեր, ոչ էլ կապրեր մինչև։ Չհել, այսինքն մենք ենք պատտել, եթե հետ գնանք մի 4-5 հազար տարի առաջ, երևի չգիտեմ, այն դինոզավրերը երնել ենք մենք անիծել, անպայման կասեն հայերի մատը խառներ, չէ, այսպես չի։ Ֆենոմենալ են առումով, որ անհասկանալի, անվերծանելի մինչ օրս չբացահայտված մի հզորագույն, այսպես ասած, պոտենցիալ թողել եք ուրիշներին եւ ձեզ ոչինչ չեք պահել։ Այդ ֆենոմենալի հետ կա նաեւ մի ուրիշ բառ, Կարող ես ասել ֆենոմենալ, ասենք
չգիտեմ, գիտակ, ֆենոմենալ միամիտ, ֆենոմենալ մենք միամտություն այստեղ ճիշտ բառը չի նույնիսկ ճիշտ բառը չի, որովհետև եթե մի քիչ ուշադիր լինենք պատմությանը, դու պատմությունը լավ գիտես, Արծուն ջան, սա ավելի շատ ընտրություն էր, ես սրան ընտրություն եմ ասում։ Այսինքն այն ինչին մենք անվանում էինք հայի հետին խելք, սա իրականում հայի ընտրություն էր։ Եվ այդ ընտրության մեջ անպայման պատմության մեջ որ շրջան են այս անպայման գտնում են մեկնիկ։ Բյուզանդացիները այսպես արեցին, պարսիկներն այսպես արեցին, Աքեմենյան պարսկատանը մեզ նեղում էր, հետո խալիֆայություն էր, հետո այսպես էր, հետո եկավ Օսմանյան կայսրությունը, դրանից առաջ հռոմեական կայսրություններ, այսպես խեղդում էին, մեզ չէին թողում ապրել։ Ոնց նայում ես 6000 տարի հայերին խեղդում են։ Բայց ոնց են խեղդում հայերին, երբ որ հայերն իրենց մեջից տալիս են անհատների, այդ անհատները գնում են այն երկրները, որտեղ իրենց իբր թե խեղդում են, այդ երկրներում դառնում են երևելի զորավոր կերպարներ, հետո երբ որ գալիս ես հետ Հայաստան, ասում ես ոչ մեկ չունենք, ոչինչ չունենք։ Ասում ես ինքեր ֆենոմենալ էլ ոնց է լինում։ Ինչու մայրամուտի եւ լուսաբացի միջը, որովհետեւ ամեն անգամ պատմության այս էջերը թերթելիս գալիս ես հասնում ես մի կետի մտածում ես, ախր այստեղ պիտի վերջացած լիներ, էլի ժողովրդից ոնց։ Իսկ ինչի հաշվին էլ այդ լուսաբացը նորից եկավ, նորից կանգնեցին։ Հետո անցավ 100-200 տարի նորից գնաց մայրամուտն եկավ, հեսա վերջը եկավ, արդեն նորից լուսաբաց։ Այդ մայրամուտ եւ լուսաբացի միջև այդ ինչն եք դուք անում, որ ինչի հաշվին ենք վերջապես եկել հասել այսքան հազարավոր տարիներ, ես թվերի հետ խաղալ չեմ սիրում, եկեք թվեր չասենք, հա, չգիտեմ 10000, 20000 կամ 30000 կամ նույնիսկ 1000 տարի, թվերի մասին չի խոսքը։ Մարդկության այսպես առաջին օրերից, հա, եթե վերցնենք։ Այսինքն այն օրերից, երբ որ հայ ժողովրդի անունը առաջին անգամ հիշատակվում է պատմությունում։ Ու սկզբից ադրբեջանցիներն են եղել, հետո մենք։ Հա, այսպես։ Ես կարծում եմ, այս ժողովուրդը ֆենոմենալ էին նաև այս առումով, ինչ առումով, որ մարդուկին 6 երեխա են ունենում, 6 տղաներ են ունենում, հա։ 6 տղաներն էլ դուրս են գալիս այդ տնից, 6 տղաներն էլ գնում են ամեն մեկը մի գյուղ են, կողքի գյուղ են, մյուս գյուղ են, մյուս գյուղը, 20-30 տարի հետո տեսնում ես այդ ամեն մեկը այդ գյուղի նախագահն է, բայց իրենց ծնողները ապրում են ծերանոցում։ Սա ֆենոմենալ, ես չգիտեմ ուրիշ մի ազգ, որ սեփականը կարող էր տալ նրանց, ովքեր իրեն նեղացնում էին, հա, հետո նեղացնողին մեղադրել նրա համար, որ իրեն չեն թողում ինքը աճի, հա, հետո գալ հասնել սեփական տան մեջ են ամենածանր, ամենանեղ պահերին օգնության կանչել ցարական Ռուսաստանին, հետո սովետական միությանը, հետո ասել Վրաստանին եկեք դիմենք, հետո Չինաստանին, հետո Հնդկաստանին, վերջին հաշվով եթե ոչ մեկը չունենք, գոնե 18 տարեկաները եկեք եկեք հավաքենք, ինչ այդ ուսադիր, չէ, բանը այրեն պրիսյակ ասված այդ երթումը տվեցին, հա, վերջ, գնացիք այնտեղ։ Սա իրոք ֆենոմեն է։ Ֆենոմեն ինչ առումով, որ եթե հանկարծ կարողանայինք այս ամեն ինչը պատկերացնել մի տեղում, հա, այստեղ իհարկե ուրիշ հարց էր ծագելու, թե այս ամբողջ զորավոր, ես կասեի, իսկ իրոք զորավոր պոտենցիալը փոքրիկ մի երկրի մեջ ինչպես էին մարդիկ իր հետ ապրելու, չէին կարողանալու։ Այսօր առավոտյան աչքիս ընկավ տաղանդների խտությամբ բան կլիներ, անտանելի վիճակ։ Քառակուսի մետրի վրա 6 տաղանդ, 7 հանճար, այսպես 8 գիտնական, 10 ակադեմիկ։ Բայց իրական։ Հա, այդպես էր լինելու, սա սարկազմ չի։ Հա, իրական։ Այդպես էր լինելու, եթե բոլոր ապրեին միտեղ, այդպես էր լինելու։ Առավոտյան մեկն ընկավ աչքիս, վստահաբար գիտեմ, որ իմ գրքերից են տարել, որովհետև վերջինս ես ուրախ եմ դրա համար, անկեղծ ուրախ եմ, որովհետև ես լսում եմ, տեսնում եմ անուններ, որ մարդիկ փորձում են խոսել անունների մասին, որոնց մասին որևէ մեկը գաղափար չի ունեցել, երբեք։ Ճիշտ է, սխալ են ներկայացնում, ճիշտ է, պաթոսով են ներկայացնում, մենք, ես այդպես չեմ անում։ Դրա համար ասում եմ, ժողովուրդ, առեք գրքերը, կարդացեք, հասկանալու համար հեղինակի խոսքը, նոր մնացածը կարդացեք, վերջում հեղինակի վերջաբանը կարդաք։ Գուրգեն Ասկարյան ունենք։ Շատ լուրջ ֆիզիկոս էր, ժամանակին սովետական միությունում մերժեցին այդ մարդուն։ Կարելի ասել լազերի հիմնահայրերից է համարվում, էլի Գուրգեն Ասկարյանը, հա, բայց սովետական միությունը շատ վատ Ես լազերային գծով աշխատել եմ։ Հա, շատ վատ վարեցին այդ մարդու հետ։ Միայնության մեջ էլ տանը այդպես բնականում միանակ մահացավ։ Հիմա նայում ես Գուրգեն Ասկարյան անունը ոչ մեկի ծանոթ չի։
Ենթադրենք Facebook-ում ինչ-որ ինչ են ասում այդ ժամանակակից տեսարու ռիլ են ասում, այդ պատտեցին կամ ասենք մի երկու նախադասություն ասեցին, մեկը ճիշտ ասեց, մեկը սխալ ասեց, մեկը պաթոսով կներկայացնի, մեկը սխալ կներկայացնի, ժողովուրդը ծափ տվեցին ասեցին, ուխայ մենք էս ինչ ուժեղ ժողովուրդ ենք, էլի հայերը։ Հետո ես չեմ սիրում խառնվել այդպես թեմաների, որովհետև անծանոթ մարդիկ են, չեմ ուզում էջերում գրել, դրա համար անդադ իմ ընթերցողին ասում դուք ես կողմ եկեք։ Նախ Գուրգենասկանի մասին ես երբ որ խոսել եմ գրքերում, այս մարդիկ նույնիսկ կանոնը չեն լսել։ Հետո կենսագրականը ներկայացնելու զգոյություն ունի ճիշտ ներկայացնելու ձև։ Ճշմարտությունը Արծրուն ջան ինքը շատ վտանգավոր զենք է, շատ վտանգավոր զենք։ Ինչպես ինքնապաշտպանողական, այնպես էլ ինքնակործան։ Այսինքն այդ ճշմարտությունը ասելու համար դու առնվազն պիտի ճշմարիտ լսարան ունենաս։ Դու որպեսզի ժողովրդին կարողանաս ճշմարտությունը ասել, մի ամբողջ հասարակության, այսպես հիմա եթե կանգնենք ժողովրդին նայեն, դու պիտի կարողանաս դաստիարակել այդ հասարակությանը, ականջը նրա դաստիարակել լսելու սևը եւ սպիտակը, թացը եւ չորը, այսինքն զուգահեռ պիտի լսես եւ սա։ Եթե հասարակությունը չի ճանաչում իր սևն ու սպիտակը, հա, դու այդ ճշմարտությունն ասում ես, հա, իհարկե ճշմարտությունն է, դա ճշմարտություն չի, դա ընդհանրապես իրողություն է, ճշմարտությունը բացարձակ այլ բան է, ճշմարտությունն այն է, երբ որ դու ճշմարտացի բացատրում ես, որ սիրելի հայր, ձեր մեջ եղել են եւ լավ մարդիկ, եւ եղել են ֆենոմենալ տականքներ, բայց ես իհարկե գրքերում ֆենոմենալ տականքների մասին չեմ խոսել, իհարկե չեմ խոսել։ Դա թողնում ես ուրիշին։ Չէ, չեմ թողնում ուրիշին։ Բայց հաղորդումների մեջ, ասենք YouTube-յանի մալիքում կամ ասենք Facebook-յան հարթակներում, այսպես սոցցանցերում հանդիպումներին, որ կազմակերպվում են, հանդիպում ենք, պարտադիր ներկայացնում եմ, ասենք այդ մարդկանց, ասեմ, սիրելի ժողովուրդ, երեխային, եթե այսպես վերցնենք մոդելը հասարակության, վերցնենք երեխայի տեսքով, հա, փոքրիկ երեխա ասենք, երեխային դաստիարակելու լավագույն մեթոդը այն երեստալ արտահայտությունն ենք, այսպես կենցաղային լեզվով ասած, ինչ անում, ասեն լավ անում, փուչուրա, հետո երբ որ մեծանում, տեսնում չեն կարող դեմ առնել։ Ոչ երես ենք տալիս, ոչ էլ այդ պոլիփայտով բանը գնում ենք հետևից ճիպոտա արում ենք կամ չգիտեմ կանոնով ծեծում ենք, ոնց որ կոմունիստական հասարակարգում ես օրինակ մաման շատ խիստ էր, ինձ սովորացնում էր, որ վախեցնում էր էլեմատել, ասում էր, հեսա կխմեմ, որ դի բանը տարրերը ճիշտ գրել, էլ այսպես ասում է, դե տարրը էլի մեկ էս կողմ։ Լավագույն մոդելը դաստիարակության ցույց տալ, ծանոթացնել սևին եւ սպիտակին եւ դաստիարակել այնպես, որ հասարակությունը կարողանա ընտրի այս երկուսից մեկը։ Ընտրելու համար բնական է, չէ՞, ասենք մարդը չի ընտրելու սևը, բայց եթե դու չես դաստիարակում հասարակությանը, դու անընդհատ նրան գիտելիք ես տալիս, գիտելիքը սա մի քիչ խիստ չակերտավոր ինֆորմացիա ես տալիս, ինֆորմացիա։ Անընդհատ տալիս ես Գուրգենասկանյանն էս արեց, էս արեց, սա էս արեց, մենք հայերը ատոմային ռումն էսպես արեցին, այնպես արեցին, բայց որովհետև այս մարդիկ չեն կարողանում սա օգտագործել։ Կլանում են, գիտեմ, սպայթեցին արդեն։ Չեն կարողանում մարսելես մարդիկ, դուրս են գալիս բակ, ասենք բակով մեկ գոռում են, որ իմ տան 4 աղբերները այս ձեր ամբողջ մոլորակ իրանք են սարքել։ Այնտեղ էս մարդիկ ասում են ընկերներ են, մի բակ, երկու բակ են կողմ մարդիկ ան լուրջ զորավոր գործերած, որ նումները չեն տալիս։ Գերմանացիները չեն գոռում, ճապոնացիները չեն գոռում, սերբերը չեն գոռում, չգիտեմ իտալացիներ, չգիտեմ ֆրանսիացիները չեն գոռում, հրաշալի մշակույթ ունեն ֆրանսիացիները։ Իրանի մշակույթը տեսեք, Պարսկաստանի։ Գերեզոր մշակույթ ունեն այդ մարդիկ, չեն գոռում, այդ մարդիկ չեն ճչում, չէ՞, բայց մեր ժողովրդի մոտ այդ փոքր ազգի կոմպլեքսը չհաղթահարվեց։ Սա նաև սովետական միությունից մնա, սովետական միությունը այնպես արեց, որ այդ փոքր ազգի կոմպլեքսը չհաղթահարվի եւ միայն մեր մոտ չէ։ Չեչեններն էլ, ինգուշներն էլ, նրանք էլ, հա, չհաղթարվեց, այսինքն որպեսզի կարողանաս քեզ ցույց տալ ըստ փոքր ազգի կոմպլեքսի, դու պիտի գոռաս։ Տեսեք ես, հա, օրինակ չգիտեմ, ֆինական պարեր նայենք մի հատ, որ տղամարդիկ ասենք պարում են, կամ ասենք շվեդական պարեր, չգիտեմ, այսպես, հա, մտել ասեն են շոտլանդացիներն են, ինչ են յուբկեկով մանովել են պարում են, ասենք, հա, մեկ էլ նայենք, ասենք, չեչեներին, ինգուշնոտ, այսպես, անընդհատ ցույց տալու, անընդհատ կլանելու, անընդհատ որ տեսեք մենք կանք, այսպես դաստիարակել են այն ժողովրդին։
Հիմա Մայրամուտի եւ Լուսաբացի միջև սա այն պատմությունն էր, որ ամեն անգամ երբ որ տեսնում էր թելե պիտի կտրվեր, մենք էլ տեսնում էր լույսը նորից բացվեց անհատների հաշվին, ոչ հասարակության հաշվին, անհատների հաշվին, բայց այդ անհատները գնում էին ուրիշ տեղ, գնում էին ամեն մեկը երկրում, վերջում գալիս էին հասնում էին տուն սերունդները։ Մենք մի քանի օր առաջ հրաշալի մի մարդու դիմավորեցինք, մի քանի օր բավական լավ ժամանակ անցկացրեցինք, հանդիպումներ, այսպես մի քանի տեղ գնացինք, ես նայում եմ, այս մարդը ամբողջ աշխարհում լեգենդ է, այս մարդը, կենթանի լեգենդ։ Հայ։ Հա։ Եկել է Հայաստան, ես չգիտեմ, կառավարության մասին չեմ խոսում ընդհանրապես, ակադեմիայի մակարդակով կանչեցին, տարան, այստեղ հանդիպում, հա, բայց ես նայում եմ, ասենք, այս մարդը, ասենք, 10 օր որ մնար Հայաստանում, հիմա պիտի ամենաբարձր մակարդակով, այս մարդը այսօր աշխարհում ամենաշատ ցիտվող գիտնականներից է, հա, Խոսքը Յուրի Հովհաննիսյանի մասին ակադեմիկոս է, վերջապես այդ մարդը իր կենթանության օրոք է դարձել։ Նկարը տեսել եմ իր հետ։ Հա, նկարն էլ կարել սոցցանցերում, հա։ Կենթանության օրոք այդ մարդը լեգենդ ու լուրջ գիտնական է այդ մարդը, բայց նայում ես, ասենք, ասում Յուր Ցուլակովիչ, շուրջ մեկ ասենք գա տանի, բերի, ասենք, շուրջ մի բան տրամադրեն, ասենք, քեզ տանեն, ճանապարհեն, բերեն, ասենք, վերջապես 93-94 տարեկան մարդ է, էլի չէ, մենք մեր այսպես ընկերական մակարդակով մենք գնանք, մենք բերենք, չգիտեմ, աշտարակ գնանք, չգիտեմ, այսպես գառնի գնանք, այսպես պատետվել էլ, ասում, բա ձեր չունեցածը, ձեր ունեցածը չգնահատելու արդյունքում Երբ որ դրսում ես մարդկանց կգնահատեն, հետո դուք ես մարդկանց հետևից անպայման գոռալու եք մեր հասարակության համար ամենաամոթ եւ կներեք հիմար արտահայտությունը, որ անդադ պիտի ասեն, ու ասում են, ինչ է արել այս մարդը Հայաստանի համար։ Ասում եմ շուտ ժամանակիկ հասկանանք Հայաստանը այս մարդու համար ինչ էր արել։ Եկեք տեսնենք Հայաստանն ինչ էր արել Ալի Խանյանի համար, Հայաստանն ինչ էր արել Երվանդ Քոչարի համար, Ինչ էր արել Հայաստանը ամենաերիտասարդ ակադեմիկոս Մերգելյանի համար, հա, ինչ էին արել հասարակությունը։ Ասում են այն ժամանակ սովետական միությունն էր մեզնից ոչ մի բան կախված չէր, հա։ Քոչարը թողեց Փարիզ, ասեց ես գնում եմ Հայաստան։ Մարդուկին խռովեցին, բաժանվեցին, նույնիսկ հետո կին ինքնասպան եղավ։ Ինչ արեց Քոչարը, եկավ Հայաստան սովետական կարգերը մի անգամից բռնադատեցին, նույնիսկ այս ասուցի Դավթի արձան այդ նմուշը մակետը, որ սարքել էր գիպսից, մի անգամից դրեցին կալանքի տակ, ասացին, գիտես, պարոն, այդ թուր էդ ինչ մի տենց իրար ես տալիս դեպի բարեկամական Թուրքիա, չթողեցին, կալանքի տակ դրեցին, ասացին, թուրը բարեկամական Թուրքիա է, չի կարելի, ռուսները եւ թուրքերը այսպես Բայց եկավ 1991 թվականը մենք անկախացանք, գոնե A4 ֆորմատի վրա անկախացանք, ներողություն արտահայտությանը, սա անկախությունը բացարձակ արժեք է, բայց մենք առայժմ անկախացել ենք A4 ֆորմատի վրա, ինչ էինք արել, ընդհանրապես կարդացել էինք։ Առավոտյան մարդիկ քնեցին, արթնացան ու հասկացան, որ իրենք անկախ են արթնացել։ Բայց որովհետև ոչ մեկ նրանց չէր դաստիարակել Ոչ մեկ նրանց չէր ասել ինչ բանա թաց, ինչ բանա չորը, ինչ բանա անկախությունը եւ ինչ բան է ազատությունը։ Պարոնայք, եթե դուք ազատությանը անհաղորդ եք, անկախությունը դուք տանուլ եք տալու, մսխելու եք։ Եթե հանկարծ չիմանաք ինչ պիտի անեք, փորձելու եք վերավաճառել այդ անկախությունը։ Փորձելու եք թանկին տվողին տալ այդ անկախությունը։ Սա իհարկե կոպիտ է հնչում, բայց մոտավոր այսպես հասարակությունը նկատի ունեմ այն հասարակությունը, որը բացարձակ տեղյակ չի եղել այդ գնից, հա, ոչ թե գնից, այլ արժեքից։ Այսինքն արժեքը թողած գին են որոշել։ Մենք ինչ գին տվեցինք, այսպես ասում են, չէ՞, ասում ինչ գին եք տվել։ Եթե դուք արժեքը հասկանայիք, դուք գնից չէիք խոսա։ Հիմա այս առաջին երկու գրքերը մենք երբ որ վերահրատարակեցինք, անկեղծ պիտի լինեմ, մոտ 2 շաբաթ գուցե նկատել եք, չգիտեմ, անդադ փորձեցի սոցցանցերով գտնել մեկին, ով ինչ-որ մի կերպ, ասենք, ֆինանսավորեր այդ գրքերի, առաջին երկու գրքերի վերահրատարակումը, որովհետև շատ ծանր պայմաններ էր այս պահին, հա։ Ոչ մեկը ձայն չանեց, մենք նորից գնացինք պարտքերի, նորից այսպես պարտքերով, ոչ մեկը չօգնեց, հիմա մտածում ենք լավ, այսքան պարտքերի մեջ գոնե մի ինչ-որ գին պիտի փոխվի, էլի չեն կարող տակից դուրս գալ, որովհետև քիչ տպականակը
մեծ թիվ են հաշվում։ Մի բանա որ 2000 տպականակ պիտի հաշվեն իրենք, հա, քիչ են հաշվում։ Մի բան ասում ես, գիտես ինչ այսքան եմ ուզում, ասում եմ դե այսքանը թանկ է գալու։ Որպես գրող ես էլ եմ առնչվում այդ։ Հիմա դրա հետ պիտի ինչ-որ որոշակի գին գոնե աննշան ասենք ինչ-որ բան փոխես, հա, բայց մարդիկ միանգամից նայում են գնին։ Ժողովուրդ արժեքը չի փոխվել։ Գինն է փոխվել, բայց դուք արժեքը եւ գինը չեք կարողանում տարբերել։ Եթե գինը ձեր համար նշանակություն ունի, դուք արժեքը չեք հասկանալու։ Հրաշալի խոսք ունի Նիցշեն, հա, ասում է, չգիտեմ ինչպես թարգմանել ճիշտ հայերեն, որովհետեւ ռուսերեն այդպես մտքից։ Սա մասը փորձեն թարգմանել։ Всё, что имеет цену, не имеет ценности։ Այսինքն եթե ինչ-որ մի բանի կարող ես գին որոշել, դա արժեք չունի։ Քանգինը։ Հա, արժեք չունի ուղղակի, եթե ինչ-որ մի բան կարելի է գնի մեջ տեղավորել, ասենք սակարկել կամ չգիտեմ, դրա արժեքն արդեն կորել։ Ես գին դրեցի արդեն վերջ։ Լավ, ենթադրենք չէր թանկացել գիրքը, աննշան է ինչ-որ թանկացել, հա, ասենք առաջին երկուսի մասին է խոսքը, որովհետև ասում եմ թանկ նստեց։ Չէր թանկացել, էժանացել էր։ Դուք ասենք վազելու եք այդ գիրքը առնեք, որովհետև ինքը էժանացել էր, բա արժեքի մասին է խոսքը, այսպես դուք հազարամյակներ շարունակ գինը միշտ աշկնետ առաջ է եղել, հա, այս գինը տվեցինք, այս գինը տվեցինք, սա վճարեցինք, բայց որևէ մեկը չի ասել ժողովուրդ, մատ պատկերացնում եք արժեքը, ինչ ենք տվել ուրիշներին, մենք ընդհանրապես կենսագրականներ չենք տվել, օրինակ այն վերջին 4-րդ գիրքը, երբ որ մենք հավաքում ենք, չգիտեմ դրա մասին խոսել ենք թե չէ, այդ մի քանի կանայք, գիրքը միայն կանանց մասին է գիտես, 25 հայուհիների մասին, այնտեղ մի քանի կանայք կան, որոնց կենսագրականներ ինձ ուղղակի իսպես տակն վրա արեց ամբողջ աշխարհը։ Հասկանու՞մ ես, պարսիկները այնպես են ներկայացնում, պարսիկները։ Մի ամբողջ գիրք կարդում ես ու անկախ քեզնից հուզվում ես, ասում ես, այ քեզ բան։ Ոնց են գնահատում, հա։ Իսկ կերպ են գնահատում, այս կինը համարվում է Պարսկաստանի ժամանակակից կրթության հիմնադիրը։ Այդ լուսանկարը քո էջում եմ տեսել։ Չէ, ես էջում գրքից հատվածներ չեմ դնում։ Գուցե ինչ-որ բան խոսան, բայց ուրիշ տեղ համացանցում տեսել եմ։ Չէ, եթե համացանցում եմ ես եմ դրել։ Բավական է։ Ուրեմն ես եմ դրել, որովհետև այդ քնոջ մասին չեմ կարծում, թե որևէ մեկը տեղյակ է, որովհետև այդ գիրքը մենք թարգմանել ենք պարսկերենից։ Հետո ինձնից տալել են, հետո անդադ պատտում են, հետո անդադ, բայց որովհետև գրքին չեն տիրապետում, ասենք ինչ-որ կծկատուր ինֆորմացիա են վերցնում, 3-4 տողով չեն տիրապետում, որովհետև այդ գիրքը մենք պարսկերենից ենք թարգմանել, հայերեն չկա, ոչ մի տարբերակ չկա։ Վիկիպեդիայում այդ կնոջ մասին երկու նախադասություններ գրած, ինքն էլ սխալ, չգիտեմ որտեղից են վերցրել գրել։ Բայց պարսիկները գինը թողել են մի կողմ ու այնքան են արժևորել այս կնոջ արածը, որ քարը, երբ որ դրվել է քարի վրա, մինչև այսօր ձեռք չեն տվել այդ քարին։ Մինչև այսօր։ Այ ասենք Փարիզի փողոցները որ պատտում ես, հա, ասենք ես թվում է թե Ձյումայի փողոցներն են, հիմի պատտում ես, ասում ես, սա Հյուգոյի, ասենք Փարիզն է, որ նկարագրում է Մոպասանի Փարիզն է, բայց հիմա որևէ հայ գրողի որ բացես, ասենք Երևանի մասին ինչ-որ բան, ասես Երևան մտնես, ասես ինչի մասին է գրել ես։ Քանդեցին, քիչ-միշ կար։ Ինչի մասին է գրես մարդ, ինչ Երևանի մասին, ասինքն ֆրանսիացիները ոնց են պահպանել այդ հիշողությունները, որտեղ սա արժեք է եղել, իրանք գնի չեն նայել։ Արժեքը պահպանել են, օրինակ չգիտեմ ժողովուրդը տեղյակ են թե չէ, սա միջանկյալ ասեմ, որ Փարիզի Աստվածամոր տաճարը ենթակա էր ապամոնտաժման։ Չեն կարողանում պահել մարդիկ, հակապետարանը գումարներ չէր տալիս, պիտի վերանորոգին, ասում են թե ինչ երկու հատ քար իրար վրա դրած այդ ինչ է դրա։ Եվ այսպես ասած Կվազիմոդոն ու Էսմերալդան փրկում են։ Հյուգոն է փրկում Փարիզի Աստվածամոր տաճարը, երբ որ մարդիկ սկսում են կարդալ, ասում են այ քեզ բան։ Ձեռք չտաք, սա մեր գերագույն արժեքն է, ու վերջապես մի քանի տարի առաջ հիշում ես, որ հրդեհվել էր, հա, ինչպես են խառնվել իրար, վայ, սա ցինիզմ էլ չէր, որտեղ մարդիկ արժեքը գնահատում են, նույն կերպ գնահատում են պարսիկները, նույն կերպ գնահատում են նույնիսկ Թուրքիայում, անուն, ազգանունը ասում են, որ հայ է, կարդում ես, մի կնոջ մասին նորից այդ կենսագրականը հավաքեցինք, Թուրքիայի առաջին լուսանկարիչն էր կին լուսանկարիչը։ Նույն ժամանակ Թուրքիայում կին լուսանկարիչը սա մի անհասկանալի մի բան էր, հա, որովհետև ոչ մեկը դες Ուիսկին այնքան ազատ էր, որ ասում է նույնիսկ ծպտված
ծպտված այնպես համասեռամոլներ կային այն ժամանակ, հա, ասում նույնիսկ նրանց էր նկարում։ Անդամահատվածների, չգիտեմ, անդամալույզների, այսպես շատ էկզոտիկ այսպես, հա, այս կինը։ Ողջ կյանքի այդ բանից դուրս չեկավ։ Իր այդ սրահից մի հատ ֆոտոխցիկ ուներ, որ հայրն էր նվիրել, հա, ասում էր ամենաթանկն, ասում ամեն լուսանկարից հետո այդ օբյեկտիվը մաքրում էր, նորից փոշիները վերցնում էր, դնում էր, բայց երբ որ հիվանդացավ, երբ որ գործերից հետ քաշվեց, այդ ալբոմները, այդքան այդ աշխատանքները մնացին նկուղում։ Հետո եկան նկուղը առնելու, մի թուրք առավ ուղակի, առնում է նկուղը, իջնում է նկուղ, տեսնում է այդ ալբոմները այդպես շարած, ինքն էլ էր լուսանկարիչ այդ թուրքը, հա, վերցնում տանում գցում աղբար կղը։ Աղբար կղը։ Թուրք, ու ասում է, երբ որ հետ է գալիս տուն, մտածում, ասում է, բայց ճիշտ չի էլ էս կնոջ հետ այսպես վարվել, որովհետև այս կինը միակ կին ֆոտոլուսանկարիչն էր, վերցնում է նորից, տանում է ինչ-որ թերթի խմբագիրներից չեմ հիշում, այս բան Թուրքիայում լույս տեսնող հայկական թերթերից տալիս, այսինքն այդ ամբողջ ինֆորմացիան, որը հասել է մեզ, ընդհանրապես այն պատճառով, որ այս թուրքը չկարողացավ ջնջել այդ ամեն ինչը, գնահատեց, ինքն էլ էր մասնագետ, ասես չէ, այս կինը արվեստի մշակույթի, ասենք այդ լուրջ դեմքերից է եղել, բայց մերոնք անունը չգիտեն, մերոնք չեն ճանաչում։ Այդ առաջին գիրքը երևի թե ամենասկանդալայինը ստացվեց, սկանդալային շատ վեճերի առիթներ տվեց այդ գիրքը, որովհետև գրքում մենք սկսեցինք խոսել նախ մեր մեծահարուստներից, հա, Մանթաշովներ, Միքայել Արամյանց, այսպես Լիանոզովներ, այսպես, հա, այսպես Լիանոսյաններ, որ հիմա ռուսներն ասում են Լիանոզովներ, այսպես։ Հետո եկանք արդեն ցարական Ռուսաստանից անցանք սովետական միություն եւ այստեղ կերպարներ կային, որոնք նշանակալի դեր ունեն եւ ցարական Ռուսաստան եւ սովետական միության կայացման գործում եւ սա խոսքը գիտես ասենք չգիտեմ Կամոյի մակարդակի մարդկանց մասին չի հեղափոխականներ, չգիտեմ Շահումյան Ստեփան, չգիտեմ այսպես խոսքը նրանց մասին է, որոնք ստեղծել են այնպիսի զորավոր այսպես իրենց բնագավառումը, որը զենքը, որը գիտնական, որը այսպես, որը այնտեղ, ու մտածում ես, ասում ես, պարոնայք ռուսներ, Ժիրինովսկին ճչում էր, չէ, ասում է, Ռոսիա победила ֆաշիզմ։ Ասում եք, այն ժամանակ նախ Ռոսիա չկար, այն ժամանակ ԽՍՀՄ էր, սկսենք դրանից, հա, պարոն Ժիրինովսկի, հիմա չեն կարող այդ մարդու հետ խոսել։ Հա, ռուսները ասում են իհարկե, անպայման ասում են, որ գոյություն ունի բազմազգ ժողովուրդ ենք, բոլորը մասնակցել են, ոչ մի բան այսպես չէր, բայց վերջում չգիտես ինչու Ռոսիա победила ֆաշիզմ։ Ասում ես, պարոնայք, եկեք բնակչության թվին նայելով 1940 թվականին։ Ընդհանրապես բնակչության թվին նայենք, տեսնենք հայերի բնակչության թիվը ողջ ԽՍՀՄ-ում եւ Հայաստանում, մեր հարևաններին նայենք, անունները չտամ հարևանների, հա, ձեզ նայենք, հա, Ստալինը ոնց էր աշխարհի աշկմծնում, ասում էր մի հատ սովետական միության կողմից զոհերը նայեք, մեկ էլ նայեք Անգլիայի տված զոհերը կամ չգիտեմ ամերիկացիների կամ ճապոնացիների, ամենաշատ կորուստներ կրեց սովետական միությունը, սա փաստ էր։ Եվ հարուցի բաժինը մնաց սովետական միությանը, Ստալինգրադի ճակատամարտ, Կուրսկի ճակատամարտ, այդ քաղաքացիական բնակչությանն էլ էին ոչնչացնում այդ գերմանացիները, որ եկե միայն զինվորներով չէր կռվում, էլի, դրա համար սովետական միության կորուստը շատ կլիներ։ Շատ է, բայց սովետական միությունը չի խոսում օրինակ նրա մասին, որ երբ որ Հիտլերը մտավ արդեն Ուկրաինա, հա, Բելոռուսիա, Ուկրաինա, այսպես հարյուրներով, եթե ոչ հազարներով քաղաքացիական բնակչություն են, նաև զինվորներ են եղել։ Գցում էին այդ կոմերտական տոմսերը, հանձնվում էին ֆաշիզմին, ասում էին, ինչ լավ եղավ որ դուք եկաք։ Ուկրաինայում այսպես թե այնպես հենց այն գլխից արդեն հակասովետական ինչ-որ նույնիսկ այնտեղ լուրջ բաներ էին կազմում, որ պիտի միանային ֆաշիզմին եւ գնային դեպի Մոսկվա, ուկրաինացիները։ Բելոռուսիայում, ասենք, եթե խոսենք դավաճանների մասին, հա, եթե սովետականությունն այդ մարդկանց ասում էր դավաճաններ, որտեղ անցան թշնամու կողմը։ Հիմա եկեք լավ կողմին նայենք։ Նայեք, ասենք, Հայաստանից մենք քանի հոգի կարող եք անուններ տալ, որ գնացել են նրանց հետ, չգիտեմ, այսպես կան, եղել են մարդիկ, ոչ ոք չի կարող դա բացառել։ Բայց եկեք այս փոքրիկ ժողովրդի բնակչության թվով ժողովրդի տվածին նայենք, առավել եւս նայենք փոքրիկ Արցախի տվածին հայրենական պատերազմին։
հայրենական պատերազմին։ Անկամ մի փոքրիկ գյուղի, որ կարող է մի ուրիշ պետության չափ։ Դե Արցախն իրանով սովետական միության այսինքն սահմաններին եթե նայենք, ինքը արդեն գյուղ էր փոքրիկ, հա, որտեղ ով գիտեր Արցախի տեղ։ Չէ, Արցախում գյուղ կա, ավելի շատ երևի։ Հա, իհարկե, այդպեսի գյուղեր կա, քան ասենք կողքի երկրորդ չստել։ Բայց Արցախն ինքն իրանով մի փոքրիկ տարածք է, ու նայում ես Արցախից ովքեր են գնացել, ինչեր են տվել, ինչ են արել, հա։ Հետո եկավ արդեն Սառը պատերազմի դարաշրջանը, հա, այստեղ արդեն սկսվեց խելքի գործը։ Հետախուզությունների կռիվը 46 թվականին Թրումենը ստեղծեց արդեն բանը ԿՀՎ-ն, հա, կենտրոնական այդ ՑՌՈ կոչվածը, ու սկսեց արդեն ԿԿԲ-ի ՑՌՈ-ի այսպես Սառը պատերազմը, ռոպագանդայի պատերազմը, ես այստեղ արդեն չեմ ուզում խոսեմ մեր հետախուզների մասին, ով ինչ արեց, ով ոնց արեց, այնտեղ Իվան Աղայանց, Մաղայան, չգիտեմ, Հայկ Հովակիմյան, կարևոր չէ, այսպես անուններ կան, որ ավելի նշանակալի դեր են ունեցել, բայց այնքան գաղտնագրված են եղել այդ մարդիկ, մինչև այսօր մենք օրինակ այսօր Աշոտ Հակոբյանն ենք, մարդիկ Հակոբյան մտածում են երևի Facebook-յան օգտատեր կլինի, ինչ է։ Բայց գիտես, այս մարդը համարվում էր այսպես սովետական միության հետախուզության լեզվով կոչվում էր Զալատայա տրոյկա։ Այս երեքին գործողում են բան, ֆիլմ էլ կա նույնիսկ։ Այն երկուսին բռնում են, մեկին Ամերիկայում, մեկին Անգլիայում, այս Աշոտին չեն կարողանում բռնել։ Այդպես էլ չեն կարողանում։ Այն երկուսին փոխանակում են Ստալինն ու Անգլիան, հետո Ամերիկան փոխանակում են իրենց հետախուզները, այդ Աշոտին չեն կարողանում բռնել։ Աշոտը Իտալիայի արտաքին գործերի նախարարի կաբինետի սեյֆից դոկումենտներ էր հանել այս մարդը։ Նույն հիմա մի քիչ գաղտնազերծում են, մի քանի տողով ասենք, բայց այդ մանրամասները չեն գրվում։ Եկավ արդեն այդ լուսնային պատերազմներ, հա, ասում սիրելի ժողովուրդ, անկախ ամեն ինչից այդ պաթոսը մի կողմ թողենք, էլի, զուտ փաստերով, կենսագրականներով։ Եկեք Ալեքսանդր Քեմուրջյանին դուրս ենք բերում պատմության միջից։ Պավել Աղաջանյանի մասին ձեզ ոչինչ չի ասում։ Ոչինչ չի ասում։ Ես հիմա հստակ կարող եմ ասել, եթե մենք ժողովրդին կանգնեցնենք այսպես, ասենք ով էր Պավել Աղաջանյանը, կասեն մեր հարևանը գյուղից կամ նայ Պավել Աղաջանյան ինչքան մարդ ուզես կգտնենք Հայաստանում, հա։ Բայց եթե ասես ԽՍՀՄ-ի այսպես գիտական բնագավառում ով էր Պավել Աղաջանյանը, ուսում ով էր Պավել Աղաջանյանը։ Ուրեմն ինչ են անում, Գագարինի թռնելուց առաջ դնում են փորձարկումներ են անում, կապիկն է փորձարկումներն անում։ Կապիկին դնում են այդ բանի մեջ, հա, որ պիտի թռնի, ինչ են ասում այդ նավի մեջ, այդ փոքրիկ կլոր բանը գիտես, այդ կապսուլան պիտի բարձրանար, փորձարկումներ են անում։ Կապում են կապիկին, պիտի հիմա տեսնեն, ասենք, ճնշում անչեցնել, ճնշում բարձրացնել, ոնց պիտի իմանա ինչ տանի, այս կապիկը քանդում այսպես, սաղ ու լարերը փրթում է լրիվ։ Սկսենք նրանից, որ այդ ամբողջ էլեկտրականությունը հավաքում էր Անդրանիկ Յոսիֆյանը, ծմակահողից Արցախի։ Սկսենք դրանից, անցանք Անդրանիկ Յոսիֆյանին։ Տեսնում են, չէ, ոչինչ չի ստացվում։ Մտածում են սովետական միությունում, ասում են ժողովուրդ, մեզ ինչ-որ մի բան է պետք, որ կարողանանք դրսից ներսի կարգավորումներն անել, որ ասենք այդ չգնանք մտնենք ներս, էլի, ասում են, թե կապիկը տվեց մի բան փոքր ջարդես, նորից պետք է գնանք, նորից այսպես, ոնց անենք, որ դրսից, այսինքն ավտոմատիզացված ինչ-որ մի բան, այստեղ գոյություն էր այսպիսի մի համակարգ, կոչվում էր ԿԻԿ, Կոնտրոլ-իզմերительный կոմպլեքս։ Սա տիեզերական ծրագրում շատ նշանակալի, հա, Պավել Աղաջանյան համարվում է առաջին, այսպես, եթե ոչ համահիմնադիր գոնե, եթե ոչ հիմնադիր գոնե համահիմնադիրներից, բայց Պավել Աղաջանյանը ամեն չկա։ Դու Խրուշովից հետո արդեն ինչպես հարկներ, հա, Ստալինից մնացածների, ոնց որ մեր Գորիսի Յուլիան Համոյի հետ վարվեց, ասենք, Խրուշովը հետո ոնց որ մեր Կիրակոս Մետաքսյանի հետ վարվեց, ինչպես սկանդալային դարձավ այս մարդու պատմություն, անընդհատ ինձ ասում են, այսպես չկա այդպեսի մի բան, ոչ միտեղ չենք տեսել այդ մարդը Կիրիլ Շորկին, ասում են, այդ մարդու աղջիկն է հարցազրույց տալիս։ Մարդու աղջիկը հարցազրույց է տալիս եւ պատմում է, թե Կրասնոդարի հայերը ոնց ընդունեցին իրենց։ Մեր գավառում են եղել որոշ ժամանակ, հա։ Լավ, ասում եմ, հիմա եկեք մեր կենցաղային լեզվով ասած տնավարի, այսպես ասեն, գնանք Քյավառ։ Մեր Քյավառն է, չէ՞, մենք տնավարի ասում ենք Քյավառը, Քյավառցիները մեր։ Հենց ասում ենք Քյավառ, պատկերացնում ես, այնտեղ պիտի մի հատ ասենք բերեն տնական օր, տնեն, թթուն դնեն, հա, ուրիշ բան մենք չենք պատկերացնում։ Ասում շուտ, սովետական միության
գիտության բնագավառից ընդամենը 3 քյավառցիներ, էլ մնացածի մասին չեմ խոսում։ Այդ 3 քյավառցիները որ դուրս են բերում, այդ բնագավառը ոչնչանում է։ Հիմա այստեղ հարցերն չի Ավետիք Բուրնազյան, Կիրակոս Մետաքսյան, Սամվել Քոչարյանց, ասենք գերհզոր, ասենք այդ տրամաչափի գիտնական, Սամվել Քոչարյանցին այնպես էին ման տալիս, մի անգամ այդ մարդը քյավառում եղել գնալուց հետո այն ուղղաթիռներով բանով էսպես բերել էին, կիսանդրիմտի բացային ու խիստ հետևում են, որ անկարծ մեկը չմոտենա, մեկը բան չասի։ Ես չեմ ասում, որ եթե սա չաներ Սամվել Քոչարյանցը, հնարավոր է, որ մեր հարևաններից ինչ-որ մեկն աներ, վրացի կաներ, դեռ կարևոր չի, կանեին։ Սա չլիներ, նա կլիներ։ Հարցը սա է, որ եթե դուք կարողանում եք այս ամեն ինչը անել եւ հիմա էլ կարողանում եք։ Եթե մի ժամանակ ասում եք սովետական միությունը մեզ խանգարում էր, ամեն ինչ տանում էր, ամեն ինչ բաներ են, բայց 91 թվականին այդ A4 ֆորմատի թուղթեր, որ Ալեքսանդր Արզումանյանը կարդում էր, երբ որ առավոտյան արթնացակ, ես հիշում եմ երեխայի, բայց ուտել խմել գոռալ ճողալ այսպես չգիտեմ երագույններն արդեն ազատ անկախ այսպես թափահարում ենք սովետը չկա Կրեմլը չկա ասում ենք դա ի՞նչ է նշանակում որ ի՞նչ է նշանակում սովետը չկա Կրեմլը չկա այնտեղ չի սովետն էլ այնտեղ Կրեմլն էլ այնտեղ էլի այդ իներցիոն համակարգը ապա մոնտաժելու համար մի զորավոր համակարգ էր պետք եւ Հայաստանի Հանրապետության առաջին իշխանությունները ուղիղ պատասխանատու են հենց այսօրվա համար իրենց բոլոր արբանյակներով դրանից հետո մինչև այսօր այսինքն այն սկիզբը որ դրվեց այդ A4 ֆորմատը որ մարդիկ կարդացին այդ A4 ֆորմատը կարդացողը 20-30 տարի անց հարցազրույց էր տալու եւ ասել բա ինչ էիք ուզում առանց ռուսների ոնց էինք անելու ասում ժողովուրդ դուք ինչ ժամանակ կարդում էիք Բայց մենք չենք զգուշացնում, որ սա ընդամենը A4 ֆորմատի թուղթ է, մենք կարդում ենք Հայաստանի Հանրապետությունը, հռչակում ենք անկախ պետություն, ուռա, մեր հիմն ունենք, մեր գերբը ունենք, մեր բանակն ունենք, հա, բանակ էլ չունենք, բանակը դեռ նոր պիտի լիներ, ու ազգենը ինչքան չարչարվեց մի կողմից ռուսները, մի կողմից մենք էլ արդեն խնդիրների մեջ։ Ասում եմ լավ, եկեք նայենք 91 թվականին մենք անկախացանք եւ առավոտյան երբ որ արթնացանք, հասկացանք, որ մեզ սովետական միությունից օժիտ է մնացել մի զորավոր երկիր, որի պոտենցիալն այլևս չեն տանելու, որովհետև մենք անկախ ենք, հանքեր, այն գործարանները միլիարդների իրենց հաստոցներով գումարած, եւ սա էլ եմ ասում առանց պաթոսի, գումարած լավագույն միութենական վարպետները, որոնք հայեր էին, հիանալի մասնագետներ ունենք, հիանալի վարպետները, հա, այն գործարաններում, որ ասենք մենք էլ արդեն պատերազմի մեջ էինք, բանակ էլ չունենք, հանքերը մնաց, սովետական միությունից այդ ամեն ինչը մնաց օժիտ, հա, վարպետները մնացին, մենք ենք մեր գլխի տերը, մենք անկախացել ենք, թվում էր թե ընդամենը մի ամենաշատը մի 5, 6, 7 կամ 10 տարի հետո մենք արդեն մի գերհզոր այսպես տիպ ենք դառնալու այս տարածաշրջան, բայց ընդամենը մի տարի հետո դրանցից ոչ մեկը չկար։ Ոչ գործանը կար, ոչ հաստոցները կար, վարպետներն էլ թռել էին Ռուսաստաններում փող աշխատելու։ Եվ մարդիկ այստեղ ոչինչ չունեին, գործանները փակվեցին, գործանները թալանվեցին, այս մարդիկ ասեցին մենք վարպետ ենք, մենք արհեստավոր ենք, ոչ ենք մնալու սոված։ Գնացին Ռուսաստան ասեցին բարով եկեք, մենք ձեր կարիքը շատ ունենք, մենք էլ այստեղ ձեզ լավ փողեր կտանք, աշխատեք, ձեզ հաստոց է, այս հաստոց է, այս հաստոց է։ Հետո կանցնի 20-30 տարի, երբ որ մենք հասնենք այս նեղ օրվան, երբ որ մենք նորից 18 տարեկան երեխեք իրենց կուղարկենք, ասեն գնացել մինչև մենք տնանք ինչ ենք անում, անընդհատ այսպես մի հատ ժիվոյ ներողություն բառի համար, կենթանի վահան են կազմում, ժիվոյ շիտ կոչվածը, վրդում են առաջ, այդ երեխեքին ասում են, հələ մենք մինչև այդ երեխեքը տեսնենք ինչ են ելում, մենք այստեղ մտածենք տեսնենք 1 միլիոնի մեջ, 2 միլիոնի մեջ կամ 2.5 միլիոնի մեջ 120 կուսակցությունները նորմալ է, թե 200 էլ ավելացնենք։ Այդ ես դու նշիվի լենდական ասած պազիգն ժողովուրդ 120 կուսակցություն էդի չեք անում։ Լավ, հիմա քաղաքականությունից գանք։ Քաղաքականության մասին խոսիրած թեման, այ 90-ականներին, որ այստեղից գնացին ուղեղակիրները, որ դու հետևում ես Ռուսաստանում կամ այգում, այդպես երևելի դեմքեր էլի տվեցինք, հա։ Բա ոչ տվեցինք, մինչև այսօր էլի, հա, ասենք կա դες նշանակալի դեմքեր, որ ափսոսում ես, որ ինչու էստեղ։ Տեսեք, մենք օթուշ չունեինք։ Մենք նախ բանակ չունեինք, հետո օթուշ չունեինք, հա, մենք որսորդական հրացաններով կռիվ էինք տալիս ռուսական ուղղաթիռների ու ինքնադիրների դեմ։ Այն սուերի բաների դեմ, հա։ Հետո պարզվեց, որ մենք ունենք Ռոլան Մարտիրոսը, որ այսօր համարվում է Սու 34-ի գերհզոր, ասենք, այդ մեքենայի
նախագծողը։ Հետո պարզվեց, որ Սուերի այդ նույն Սուխոյի գործանի տնօրենը երկար ժամանակ Պողոսովն էր Արցախից։ Հետո պարզվեց, որ մենք ունենք Իոսիֆ Հակոբյան, պապիկը մահացավ էս կարծեմ անցյալ տարի, թե նախանցյալ տարի, Իոսիֆ Հակոբյան, որի մասին ռուսներն ասում են, սա մեր օրերի մասին է։ Создатель современного ПВО России։ Այսինքն Իոսիֆ Հակոբյանը այն մարդն էր, որ կարողացավ հրթիռները, այսպես իրենց լեզվով եթե ասեմ, ասում է Իոսիֆ Հակոբյանը հրթիռներին սովորեցրեց մտածել, այդ ինքնակառավարվող, որ ինչ արեցիր, սխմեցիր, ինքը գնաց արդեն վերջ։ Հիմա եթե մի քիչ հետ գնանք, տեսնենք, ասենք Յուլիան Համոն ոնց էր Ստալինի համար հոբ համակարգ հավաքում, Կրեմլը պաշտպանող։ Հոբ համակարգը այսպես թե այնպես կար, ինքը նորություն չէր, բայց հոբ համակարգը ինչ էին ասում են, գաուբեսները դեմ էին տալիս, կրակում էին ինքնաթիռները, ասում են, էսի հոբ համակարգա։ Դա հոբ համակարգ չէր, երկու հոգի նստած են այնտեղ, տեսնում են հենց ինքնաթիռը գնում է, խոսքը արդեն 600-ից մեկն էլ կամ նավիգացիա չկար, լոկատորներ չկար, էս չկար, երբ որ Յուլիան Համոն հավաքեց այդ առաջին հոբ համակարգը, սա արդեն պատերազմից հետո, հա, Ստալինի շնորհակալություն, այսպես այդ ԿԲ կոչվածը կոնստրուկտորական բյուրոն նշանակեց Յուլիան Համոյին ԿԲ-ի ղեկավար, Յուլիան Համոն այդ ԿԲ-ն զարգացրեց, մոդիֆիկացրեց երկար ժամանակ, հետո արդեն Խրուշովից հետո ասացի, երբ որ Յուլիան Համոյին այսպես կամած դուրս բերեցին, ԿԲ-ն իհարկե մնաց, Յուլիան Համոյին դուրս բերեցին, բայց այդ ԿԲ-ն, որը ոչ թե հիմնել է երկար տարիներ ղեկավարել եւ մոդիֆիկացրել էր Յուլիան Համոն, այդ նույն ԿԲ-ն այսօր արտադրում է ռուսական S-300-ները եւ S-400-ները, այդ նույն ԿԲ-ն է արտադրում։ Հետո եկանք հասանք 61 թվականներ, պարզվեց, որ Սովետական Միությունում հակահրթիռային, հակատանկային համալիրներ նոր պիտի ստեղծվեն, ԱՄՆ-ում այդպես ուշադիր հետևում էին, հա, գիտնականները գաղտնագրված էին եւ հայտնվեց մի երեխա, որին քերին էր որդեգրել։ Այս տղայի պատմությունը ես ամեն անգամ որ կարդում եմ, ես ուղղակի ապշում եմ, էլի լավ մի ժողովուրդ էլ չճանաչիր ունեցածը։ Հետո երբ որ կարդում ես, երբ որ պատմում ես, երբ որ բացատրում ես այս մարդու մասին, երբ որ գրում ես գրքում, անպայման հակադրվում են, մեզ ինչ ռուսների համար ասում եմ ժողովուրդ։ Այս կարգի մարդիկ հիմա էլ կան։ Բայց որովհետև դուք չեք կարողանում կարգի հնարավորություն ունեցող երեխաներ էլ կան, որոնց հարկավոր է տեր կանգնել։ Դե սա արդեն հիմա կասեմ ինչի հետևանքն է, էլի Արծրուն ջան, ես առայժմ արձանագրում եմ փաստերը, հա, ինչ արեց, քերին վերցեց տարավ այս երեխային, ցեխերի միջից վերցեց տարավ։ Պատմությունը որ կարդում ես, ասում երեխան ցեխերի մեջ էր գալիս, ատուն քրոջը ասում է, աղջիկ ջան, երեխա է, ինչի՞ գիտես, դա ասում մեծ ընտանիք էին, հերը ինչ էր, վադավոզ էր, հա, ջուրի մեքենա էր քշում, հա, ջրկիր չէ, ինչ են ասում։ Մի խոսքով տանում է քերին, որդեգրում արդեն քերու ազգանունն է ստանում։ Ինչպես որ քերու ազգանունն է վերցնում, հա, որտեվ իր ազգանունը Բալիկյան էր, հա, քերին ազգանունն է տալիս, դառնում է Տեր Ստեփանյան։ Ինչ անում էր Անդրանիկը, ջայլ երեխա, դպրոցը լավ է սովորում, քերին տեսնում է, որ խելացի երեխա է, մաթեմատիկա, ֆիզիկա, այսպես ասում է, մի քիչ ինձ նեղություն կտան, բայց որ ուղարկեմ թող գնա Բաումանում սովորի։ Բաումանը այն ժամանակ շատ այսպես հեղինակավոր էր, էլի հանուն արդարության պիտի ասում։ Արծրուն, հիմա այդ զենքերը, այդ զինատեսակները, որ բացում ես, դու կարդում ես, հա, տոչկա ու ստրելա, իգլա, շմելա, դու հասկանում ես, այս ամեն ինչը մինչև այսօր է արդիական, որ մնաց այն ժամանակներում։ Այդ տոչկա-տոչկաուները, այդ իգլաշմելա, չգիտեմ, այն ժամանակների մոտ ամերիկացիները ասում են, այ քեզ բանես ինչ են անում Սովետական Միությունում։ Այստեղ են ստեղծում հավաքում այդ առաջին համակարգերը։ Հետո հասնում է այդ գագաթնակետին, մտքի փայլատակման գագաթնակետին ստեղծում է ՕԿ համակարգը։ Ուրեմն ամենատարբեր աղբյուրներում, անկախ աղբյուրներում, հա, նշվում է, որ ՕԿ համակարգը մինչ օրս, ես խոսում 70-ական թվականների մասին, մինչ օրս չի գերազանցվել։ Բայց պարոն առաջին եւ վերջին պրեզիդենտը Միխայել Գորբաչովը 80-րդ թվականներ չեմ հիշում, Բուշի հետ որ ներողություն Ռեյգանի հետ ստորագրում են այդ միջին եւ չգիտեմ նո կարևոր չէ այդ միջին հեռահարության հրթիռների բանը պարազելությունների հա բանը որ կրճատում են
Ռեյգանի խնդրանքով, սա արդեն ցերրոն է վերցանում, ասում եմ, որ Ռեյգանի խնդրանքով, ես չգիտեմ Գորբաչովը ինչի է գնում դրան, բայց Ռեյգանի խնդրանքով ՕԿ համակարգը գցում են բանի տակ, կրճատման տակ, ու այս մարդը Անդրանիկ Տեր-Ստեփանյան ասում է, այդ մարդը պատահական տանը նստած թերթից է ասում, կարդում, ոնց որ մեր դասականներ ասում են մամուլից տեղեկացա, որ Արցախի արծեսպես էսպես է եղել։ Հիմա դու մի անուն տվեցի եւ ասենք այդ անցածներին չեն գնահատել, ասեցիր կենթանի լեգենդ է եկել է Հայաստան, գոնե կենթանիներին գնահատելու համար մեկ խոսքով ասա ով էր, որ լուսանկարները տեսան։ Հա, ասացի Յուրի Հովհաննիսյան, Յուրի Ցոլակովիչը հայտնի միջուկային ֆիզիկոս, այդ մարդու անունով Մենդելևի Աղուսակում նոր էլեմենտ ավելացավ, բացի նրանից նա նոր էլեմենտների այդպես հեղինակ է, մեկը կոչվում էր անունով, հա, օրգանեզոնը։ Ես չեմ կարող ասել, ես անընդհատ չեմ այդ մարդու կողքին եղել, չեմ կարող ասել, տարել են, բերել են, ասենք բարձր մակարդակներ, բայց նկատի ունեմ պիտի նշանավորվեր այդ մարդու մուտքը, պիտի հանրայնացվեր, պիտի այսպես մանկապարտեզ չէ, բուհերում գոնե այսպես կազմակերպվեր, ոչ թե այսպես ընկերական միջավայրերում կամ մի անգամ մտներ ինչ-որ կառավարական, գուցե մտել այդ մարդը, չեմ կարող ասել, էլի, անուն արդարության որևէ այսպես զրպարտանք չլինի հանգարց, բայց պիտի հանրայնացվեր, պիտի այս կարգի մարդկանց, ասենք, բարձրացնեին, բերեին ասեն սիրելի երեխեք, տեսեք, այ ոնց որ սովետական միությունը Սամվել Քոչարյանցին բերել էր այն ժամանակ նոր Բայազեդ էր, չէ՞ կոչվում բանը, որպես կիսանդրին բացելու գյուղացիները կողքերը պտտում էին, բայց չէին կարող մոտի գալ, որովհետև սովետական միությունն էր, հիմա իշնա ձեզ խանգարում։ Նույն կերպ Ֆրանսիայում ապրում են աշխարհի երևի թե ամենահարուստ հայերից գոնե 3-ը, անուններ չեմ տա, կներեք չեմ տա անուններ, որովհետև այդ մարդիկ այսօր կան։ Ամենահարուստ հայերից։ Ես փորձեցի 3-ի հետ ինչ-որ կապի դուրս գալ, փորձեցի տարբեր կերպ, որևէ մեկը չարձագանքեց։ Հարուստ հայեր, գիտեք, պես չի որ խանութների բիզնես ունեն ու հարուստացել են։ Ես նկատի ունեմ մարդ, որ եղել է, որ ասեմ, արդեն անունը պարզ կլինի, բայց չեմ ուզում ասել։ Շատ լուրջ լծակների են տիրապետում այս մարդիկ, լծակների, այսինքն այստեղ գումարի մասին չի խոսքը, որ բիզնեսը լծակների են տիրապետում, հա, եւ ներսի հայերը, հայ համայնքը այսպես, հա, հիմնականում դաշնակցությունն է այսպես, այնտեղ երևելի դեմքերը դաշնակցության իհարկե կապ ունեն։ Բայց ես ով եմ, որ իմ հետ կապ հաստատեն արդյոք չէ։ Ես ով եմ, ինչ որ մեկը նստել է տանը, ինչ որ 4 անգամ գիրք է գրել, այդի գրել է լավ, այլ։ Հիմա եթե ենթադրենք Իսրայել պետության ստեղծումից հետո, հա, ի պատիվ Ստալինի իհարկե, Իսրայել պետության ստեղծումից հետո հանկարծ հրեաները որոշեին, ասենք, եկեք կազմենք մի 6-7-8-10 գիրք, ենթադրենք, հա, այստեղ ներառենք այս, գիտես ինչ կանեին, այն վերջին աշխատած կոպեկները կտանեին, կպրոպագանդեին, կպտտեին ամբողջ աշխարհ, վերջապես այն գիրքը, որ հիմնականում երևի մի 10-15-20%-ը, չգիտեմ ինքը ճշմարտացի է թե չէ, որտեղ շատ սկանդալային էր, հա, Աննա Ֆրանկի օրագիրը, կարողացան այսպես դրամատուրգիական տալ, իմիջիալոց հայրը շատ երկար ժամանակ չեր ուզում հրատարակել, բայց իրենք էլ խոստովանում են, որքան խմբագրվել է այդ գիրքը։ Աննա Ֆրանկը եղել է, այդպիսի եղել է, բայց բավոք մենք սկսեինք հանկարծ այդպիսի Աննա Ֆրանկներ ման գալ 1915 թվականին։ Հիմա ես մշուշոտ ճակատագրի երկրագրքում խոսել եմ այն կանանց մասին, ովքեր ցեղասպանությունից հետո իրենց ամուսինների հետ վիճեցին եւ դուրս չեկան երկրից, ամուսիններն ուզում էին տանել։ Ասում են, ես երկրին վտանգավոր է, դուրս չեկան։ Եղել են կանայք, որ բաժանվել են ամուսիններից, ասում են գնում ես գնա, ես չեմ գալիս։ Ինձ միշտ հետաքրքրել է այդ հարցը, ես միշտ այսպես մի տեսակ կասկածանքով եմ նայել, ասել եմ, մեր ժողովուրդը 15 թվականից հետո ինչի մնացին, էլի։ Համիդի ջարդերից հետո մնացին, 15 թվականից հետո մնացին, Քեմալից հետո մնացին։ Անընդհատ մնացին, մինչև այսօր ընդեղ են, հա, դրա համար էլ այդ մարդիկ այսպես մեր աշկն են մտցնում, ասում են, եկեք տեսնենք, քանի Թուրքիա ապրում Հայաստանում, եկեք տեսնենք, քանի ինչ հազարանոց ասենք համայնք ունի, այսպես ոնց են կարողանում մանիպուլյացիաների միջոցով, հա, իհարկե, չէ, բայց այս կանայք մնացին։ Գրքում այդ հատվածները կա, նրանցից մեկի մասին, ասում եմ, ամուսնու հետ վիճում են, ասում եմ, այս դու մտել ես որբանոցները։ Իմշալոց այդ որբահավաքը կազմակերպել էր հայ առաքելական եկեղեցին։ Ու երբ որ որբահավաքի մեջ
որ փավակից հետո հազարավոր երեխաներ հավաքեցին, բերեցին հայ առաքելական եկեղեցին, երբանում այդ մարդկանց չգիտեմ ոնց էին սնում, ոնց էին անում, այդպես այս կանայք ինքնական մնացին, որպեսզի տիրություն անեն այդ որբերին։ Ու իսկին ասում ես չեմ կարող, դու ասում ես նայել եք նրանց աշկերին։ Դուք ասում եք նրանց աշկերին նայել եք, նրանց հայացքը տեսել եք, ոնց կարող եմ ես թողել գնալ։ Ոնց կարող եմ կամ իմ երեխեն կամ ես երեխեքը մնացին այդ կանայք։ Եվ նրանցից ոչ մեկի անունը, այդ կանացից ոչ մեկի անունը չեկավ ասա մեր պատմությանը, ոչ մի գրքում չգրվեց, ոչ մեկը չասեց ինչ անեցին այս կանայք։ Ինչ արեցին այս կանայք, երբ որ Համիդի շրջանում առաջին անգամ սկսեցին խոսել կնոջ ազատության մասին։ Մենք նրան ասում ենք ֆեմինիզմ։ Հա, կասեն ֆեմինիզմ։ Բացարձակ ոչ մեկի մասին չի խոսում, ոչ մեկի անունը չկա, այս կանայք նաև հրաշալի գրողներ են եղել, դրամատուրգներ են եղել, բացի այս ամենից, բայց նաև հասարակական գործիչներ են եղել։ Հետո Սարդարապետի ճակատամարտ, հետո այսպես, հետո այնպես, բոլշևիկներն ինչ արեցին, դաշնակներին այդ բանը կա, չէ՞, այդ ձմեռային այդ բանը, փետրվարյան ապստամբությունը, որ դաշնակները ազատում են Բերդից։ Այս ամեն ինչը փորձեցինք դնել գրքում ու ելի եմ ասում ամենամեծ ցավը որ մեր ժողովուրդը չի ճանաչում։ Հետո այդ հрьяաների օրինակի վրա ասեմ, հա, բերեն ասենք 10-20 հрьяաների հավաքեն, մի գիգ դարձնեն Աննա Ֆրանկ, ասեն տեսեք ինչ են արել ֆաշիստները հрьяաների հետ։ Մենք նստենք մեր տեղը ու քննարկենք, ասենք հələ հարցը, էլի ցեղասպանությունը հələ մեծ հարց է, հələ քննել է պետք, հələ զննել է պետք, հələ չգիտեմ ինչ է պետք, հա։ Ու ոչ թե ոչ մի գրականություն, այլ ռոպագանդայի մասին էր խոսքը նախ Արևմտյան Հայաստանի հասարակությունը, գիտնականները կամ ասենք հասարակական գործիչները, գրողները, հետո այստեղ ասեցին սովետական միություն, Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանը չեն կարող կամրջվել, որովհետև սովետական միությունը չի թողնում։ Ներգաղթն եղավ, Խրուշովը կեսին էլ տարավ դատեց, ինչ արեց, հա, ով էլ եկել էր դրանց կեսին է կոտորեցին եւ նորից գալիս ենք 1991 թվական։ Այսինքն 1991 թվականին հայ ժողովրդի պատմությունը չի ավարտվում։ Սա հենց Մայրամուտի եւ Լուսաբացի 1991 թվականը լուսաբացն էր։ Լուսաբացը, բայց նայում ես 1991 թվականից մինչև այսօր մեկ էլ տեսնում ես նորից է Մայրամուտ։ Հիմա Այ բանամ ասում ես, ինչքան կարելի է դուք Մայրամուտից գնում եք Լուսաբացից գալիս եք Մայրամուտ, այդ ընթացքում այդ ֆենոմենալ, ասենք, ֆենոմենալ ձեր այդ ամեն ինչը տանում եք տալիս եք ուրիշներին, դու գալիս եք ներսում ասում եք, դե որ ոչ մի բան չլի 18 տարեկան երեխեքը կան ու կան։ Երգեր կգրենք, ոտանավորներ կգրենք, կհերոսացնենք։ Ես մի տխուր բան ասեմ, որ որբեր ասեցիր եւ կանայք այդպես կյանքի գնով որբերին էին փրկում, տարիներ առաջ էր, սրանցից առաջ, որ բերել են առաքելական եկեղեցին էլ Էջմիածնը, որ փորձում էր տիրություն անել որբերին, հիվանդություն, տիվ, սով բավական երեխաներ այդ փրկվածներից մահանում են եւ թաղում են իրենց այսպես մի տարածքում ու ծառեր են տնկում, որ ասենք քիչ տենց բան չլինի, անցնում է 15-ից 18-ից ինչքան մի 10-15 տարի առաջվա դեպքեր եւ փոխանակ ասենք դա դառնար սրբավայր, ասենք այդտեղ գնալու լացեինք եւ այլը, որոշ լավ տղեկ որոշում են այդտեղ ուտելու տեղ սարքել։ Այ։ Եվ այդտեղ որոշ մարդիկ դժգոհում են, նամակ է գալիս կառավարություն, առողջապահության նախարարությունը պատասխանում է թե այդ տարածքը մարդու առողջության համար վտանգավոր չի։ Այդտեղից ինչ որ գազերի միջից չեն առաջանում ու ինչքան գիտեմ համաձայնություն տալիս է։ Հասկանում ես դու ֆրանկ ես ասում։ Դա պիտի լիներ ինչ որ միտեղ որ գնայինք 10 էլ առնեինք, եթե եղեքի առաջ էլ հացում չոքրեինք, ասենք մեր մեղքերն ա որ դուք այս վիճակին եք եղել։ Այնպես որ բայց դե հուսանք որ դաս կառնենք, ավելի անդ որտեղ եթե այդ Մարիամուտից հետո առանձին ծելեր չլիներ, աշխարհացում մարդիկ չլիներ, կասե հա դա այս մասան վերացել է սրանց ինչ, բայց դու տեսնում ես իսկապես որ ինքը տալիս է ժողովուրդ այդ ամեն ինչ տալիս է համակարգ չեն կարող սարքել, դաս չեն կարող առնել։ Կա հիմա գորեսա դաս ախր գիտես անընդհատ այդ Մայրամուտի եւ Լուսաբացի միջև այդ Լուսաբացը միշտ ապահովում են ընտրյալ զանգվածը
որ միշտ ընկնում է իրանք նետում առաջիգից մեր կամավորները հզոր տղեկ, ասենք այն անուններ, ասենք որ գնացին ու այդպես մնացին, ինչ դարձան։ Ոյ գրացել ես, որքան գիտեմ։ Ու մաս ինչ խոսենք, դարձան ընդամենը նկարներ քարերի վրա, հա, մենք դարձրեցինք եռաբլուրը դարձրեցինք ուխտատեղի, բայց այդպիսի եռաբլուրներ մենք ունեցել ենք պատմության բոլոր այսպես ժամանակաշրջանում, քարուղիներում, ու անընդհատ մենք այդ եռաբլուրները դարձրել ենք ուխտատեղի, անընդհատ դարձել ենք պաշտամունքի տեղ, հիանալի, պիտի այդ մարդկանց հիշել, բայց որևէ մեկը չի ասել, սիրելի ժողովուրդ։ Եթե դու ուզում ես կոպիտ երևի ինչի չգիտեմ, եթե ուզում ես չմեռնել, այսինքն քո խնդիրը ողջ մնալն է, եթե ուզում ես ողջ մնաս։ Ну, չմեռնելը տարբեր ստադիաներ կա, կարաս որպես։ Եթե ուզում ես չմեռնես, այսպես կենցաղային լեզվով ասեմ մի քիչ, հա, զենք հարկո համար։ Եթե ուզում ես չմեռնել, եթե ուզում ես ապրես, դու պիտի հասկանաս տարբերությունը, դու ուզում ես չմեռնել, թե դու ուզում ես ապրել։ Եթե ուզում ես ապրել, մանկապարտ ես կառուցիր։ Եթե ուզում ես չմեռնել, զենքերն առ, խնդիր չկա, 10 օր կդիմադրենք, 20 օր կամ մի տարի ճակատամարտեր կհաղթենք, այս կհաղթենք։ Բայց եռաբլուրները նորից են ելել։ Եթե ուզում ես ապրել, դպրոցներ, մանկապարտեզներ կառուցիր եւ հասարակությանը սերունդը կրթիր խաղաղության մեջ ապրելու ճիշտ ուսմունքը տուր։ Այսինքն դու ինչպես պիտի խաղաղության մեջ ապրես, որպեսզի բանը չհասնի պատերազմներին։ Եթե դու խաղաղության մեջ այնպեսի զորավոր լինես, որ հարևանը դա տեսնի, ո՞ր մեկը պիտի գա քո վրա կռիվ։ Եթե եկան արդեն որպես ագրեսոր, ինչու միջև այսօր էլ այդպես եղել է, հա, Արցախյան այդ ազատագրական շարժումել այդ մարտիկ եկան մեր վրա կռիվ։ Մեկ էլ տեսար այնտեղից ռուսները կպան, մեկ էլ տեսար այնտեղից նրանք կպան, չեչեներն եկան, ուկրաինացիներն եկան, ով վարձնում էր այնտեղ գալիս կռվում էր այդ 90-ականներին, հիշում ես, հա, վարձկաններ բաներ ասենք, Ուկրաինայից էլ կային, չեչեներն կան։ Փող են աշխատում մարդիկ։ Բայց 94 թվականի մայիսի 8-ին, երբ որ գեր շահավետ պայմաններով կնքվեց հրադադարը, զինադադարը, երբ որ դու հասկացար, որ դու ժամանակ ունես, ոչ միայն ժամանակ, այլև 7 սար ունես, մինչև հասնենք քեզ, 7 սար էստեղ ու ժամանակը դել էստեղ ունես, բայց ժամանակը անորոշ է, պիտի շտապես։ Ու հանկարծ պարզվեց, որ 30 տարի անց, հա, 2016-ին օրինակ, մարդիկ խոստովանում են, որ այդ ինչա կոնսերվի բանկիկ այսպես շարել են կամ չգիտեմ 80-ականների զենքով են կռվում կամ սովետական միությունից էր մնացել։ Հիմա ինչ անենք, զենք առնենք, զենք առեք, իհարկե զենք պետք է, բայց եթե քո բանակը չես կարողացել դարձնել ինտելեկտուալ, այդ բանակն էլ պիտի լիներ ընտրովի։ Բանակում սպան պիտի լինի ոչ թե ներողություն այդ բառի համար կադրավիկ օֆիցեր, այլ պիտի լինի մանկավարժ։ Եվ սպա եւ մանկավարժ։ Այ ոնց որ դպրոցում են մանկավարժները ուղիղ պատասխանատու, թե 10 տարի հետո այդ երեխան ինչ դաստիարակություն պիտի ունենա։ Ես սրա մասին կարծեմ անգամ ասել եմ, հիմա նորից կարճ կասեմ, Պերուի կարծեմ Լատինական Ամերիկայի երկրորդական համակարգում գոյություն ունի ծնողական ժողովների մի տեսակ հիանալի մի բան, ես հարցը ճիշտ ասած առաջին անգամ լսել եմ այդ ռուսական այդ բանը կա չէ ինչ որտեղ երբ բաց չի թողնում, ով չկարողացան, ոչ մեկ չկարողացավ պատասխանել, ես էլ չգիտեի։ Ուրեմն ծնողական ժողովներ են կազմակերպում երեխաների, ծնողների համար։ Ծնողական ժողովներ, այսինքն հանկարծ նստում են տան, մեկ էլ ասում են ամիսը մի անգամ ծնողների ծնողական ժողով։ Այսինքն մենք չենք ուզում ձեր հայրենի մայրենին տեսնել, մեզ բերեք ձեր պապերին տատերին, եթե կան, եթե ողջունեք իրանք են ավելի շատ։ Նա դուք ասենք այդ տղեկ ջան, ես ինչ եք դաստիարակել, որ սրանցից էլ ինչ պիտի ծնվեր։ Այսինքն եթե դու ուզում ես պատասխանը ստանալ, դու ինչ ես նայում հետևանքին։ Իսկ պատճառը գտնելու համար դու պիտի շատ հետ գնաս։ Շատ հետ պիտի գնաս։ Պատճառը այնպես չի, որ երեք, ասենք ինչ որ մենք ոչ, մենք արդեն 100-ամյակներ շարունակ հետևանքների մեջ ենք։ Պատճառները ավելի հետ են։ Նույն այդ երկրորդ գրքի հետ կապված, հա, ինչու կորսված ժառանգությունը, որովհետև այդ ամբողջ ժառանգությունը էլի դարձյալ մնաց ում ասես, բացի մեզ, հա։ Գրքի շապիկի վրա նրանք ովքեր ձեռքը բերեն կտեսնեն։ Ես ուզում եի վերջի հարցը տա, ինչպես են ձեռք բերելու գիրքը գրախանութում կա թե չէ, կասեմ հիմա։ Ես այդ գրքի շապիկի վրա, երկրորդ գրքի շապիկի վրա այդ արտահայտությունն եմ ուզում ասել, հայ կարճ։ Ուրեմն
հնդկացիների այդ նավահու ցեղը նավահունների այսպես չակերտավոր, այսպես ասեմ, սահմանադրություններ, այսպես օրենք քո անունը պիտի դառնա քո ցեղի ժառանգությունը, եթե ոչ այն համարվում է կորսված։ Այսինքն նավահուններն ասում են ընկեր, եթե դու գնաս հնդկաբանների ապաչիների համար կամ չգիտեմ նրանց համար ասենք ատոմային ռումբեր ստեղծես, հետո հանկարծ ապաչիներն ասեն, որ դու համարվում ես ապաչիների գիտնական, մենք քո անունը ջնջում ենք նավահունների մատյանից։ Չես արել այստեղ։ Մեզ հետաքրքիր չի դու ինչ ես արել։ Համամարտկային ես արել։ Մենք շատ ուրախ ենք, հպարտ ենք ում համար ուզում ես արա, բայց դու պարտավորվում ես քո անունը բերել ու գրել ցեղի գրքում, այսինքն ես հայ եմ, իմ արմատներն էստեղ են, ես այս ժողովրդի ես արյան ես գենի կրողն եմ, եթե ոչ ախպեր, մեզ հետաքրքիր չի դու ինչ ես արել։ Ատոմային ռումբ ես սարքել, մի ատոմային ռումբն էլ մի եսի միշտ չէ, հա, որովհետև ինքը Օպենհայմերը խոստովանեց, ասեց, ես ինչ արեցինք, մենք կործանեցինք։ Ուրեմն ասեմ, գրքերը գրախանութներում չկան եւ երբեք էլ չեն եղել այս 3 տարվա մեջ on-line հարթակներում չկան, այսինքն on-line տարբերակները դրանց չկա, գրքերը հնարավոր է ձեռք բերել միայն պատվերով, գրքերի վաճառքի իրավունքը վերապահված է միայն ինձ, որևէ, այսինքն եթե որևէ մեկը որևէ տեղից գիրք ձեռք բերի, սա արդեն պիտի հասկանանք, որ օրենքի լուրջ խախտում կա, իսկ իրավունքները հեղինական իրավունքները պաշտպանված են։ Ընդհանրապես պիտի զանգել, մենք համարները կգրենք մեկնաբանություններ, թե կարող եմ այսպես էլ ասել, չգիտեմ, եթե նայողներ կլինեն 098 90 63 78 կամ 096 99 62 62, այսքանը։ Ընդհանրապես զանգել, պատվիրել, առաքիչները կտանեն եւ նրանց համար ովքեր տեղյակ չեն ասեն, որ գրքերը փաստավավերագրություն են, սրանք գեղարվեստական չեն եւ պատմում են բոլոր ժամանակներում աշխարհի ամենատարբեր ծայրերում ապրած այն հայորդիների, հայ զավակների մասին, հա, կանայք տղամարդիկ, որոնք նշանակալի դեր են ունեցել ամեն մեկն իրենց բնակավարում, բայց նրանց անունները մեզ չեն հասել, մենք նրանց չենք ճանաչում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ասեմ, որ ձեր մեր եթերները ձեր մասնակցությամբ մի որոշակի շերտի բավական դուր են գալիս եւ ողջևորում են եւ տեղեկացնում են, դրա համար եւս ձեզ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ հյուրընկալեցինք Էդուարդ Մանվելյանին, այն հույսով, որ առաջիկայում ելի կհանդիպենք։ Միշտ նոր հանդիպում։